Ալավերդիում գործող Վալեքս Գարդեն հյուրանոցը շարունակում է ձևավորված ավանդույթները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, այս անգամ կարևորելով մշակույթին աջակցությունը, հյուրանոցը սիրով հյուրընկալել է այսօր հանուն վաղվա նախագծին, որին միացել են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ և մշակութաբաններ։ Նախագիծ ունի ավելի քան 4000 շահառուներ Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանամերձ հատվածներից և ընտրել ենք Վալեքս Գարդենը նրա համար, որովհետև մենք գիտենք իրենք այնպիսի կազմակերպություն են, ովքեր միշտ պատրաստ են կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ծրագրերի շրջանակներում հյուրընկալել սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների, կարևորելով մեր մշակույթը, պատմությունը, հյուրընկալելով արվեստի ոլորտի գործիչների։ Նախաձեռնության շրջանակում Վալեքս Գարդեն Ալավերդի հյուրանոցի տարածքում կազմակերպված դասընթացներին միացել են քաղաքի ուսումնական հաստատությունների պատանիներ, որոնք հետաքրքրված են արվեստով, արվեստի պատմություն, բեմական խոսք, վարպետության դասեր, արտ-թերապիա, երկօրյա հանդիպումներն անցնում են հագեցած ու բովանդակալից։ Իրականում ես շատ գոհ եմ վերաբերմունքի համար, շատ կարևոր մոտեցում այս հյուրանոցի կողմից, ղեկավարության կողմից, որ առանձնահատուկ նշանակություն են տալի մեր մշակույթին, մեր պատմությանը, հատկապես երեխաների կրթության որակին, թույլ տալով նման միջոցառումներ իրականացնել, հասկանալով, որ հյուրանոցային համալիր է գուցե կունենային շատ հյուրեր, մենք խանգարել ենք, բայց իրենք դա հոգ չեն համարել։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անահիտ Ղուկասյանի համար Լոռին առանձնահատուկ նշանակություն ունի։ Բազմաթիվ ֆիլմեր եմ նկարվել Լոռիում, ես գիտեմ ովքեր են լոռեցիք, իրանց բաց եւ ջերմ վերաբերմունքով, իրանց հյուրասիրությամբ, ամեն ինչով լոռեցին լավ մարդ է, լոռեցին այն մարդն է, որը ծնել է Թումանյան։ Ալավերդիում բազմիցս հյուրընկալված վաստակավոր արտիստները հիացած են առաջարկված կեցության պայմաններից, չափազանց հավանել են խոհանոցը։ Նախ շատ գեղեցիկ հյուրանոց է, համարները շատ գեղեցիկ ամեն ինչով։ Ռեստորանը կա, շատ համեղ են պատրաստում, այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Մենք էլ եղանք, եկեղեցի գնացինք, ման եկանք ինչքան կարող ենք, դե ես առաջ անգամ չի որ լինում եմ, մենք հաճախ ենք եկել թատրոնի ներկայացումներով, փառատոնն ա եղել այստեղ, մասնակցել ենք։ Մեր երեխաները խիստ կարիք ունեն իսկապես լուրջ կրթության եւ այս նախաձեռնությունը նրանով է հետաքրքիր եւ ճիշտ, որը ինչ-որ ուղղություն է տալիս, որտեվ երեխան դեռ չգիտի ինչ է ուզում դառնալ։ Ես մասնակցեցի այսօր հանուն վաղվան ծրագրին, ծանոթացա մշակույթին, սովորացնում են արվեստ, ես հաճախում եմ արվեստի դպրոց։ Այսօր հանուն վաղվա նախագծի հեղինակի խոսքով ծրագիրն արվեստի շունչը տարածում է Հայաստանի բոլոր մարզերում ու Լոռին էլ բացառություն չէ։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։